եթե նկատեցիք, ես այսօր հետս թղթապանակ եմ բերել, որով հով եմ անում, այդ թղթապանակի մեջ իրականում տպված հենց հունվարի 14-ի հայտարարությունն է համատեղ, որովհետև ես կարծեցի, որ այդքան իբր թե բան աղմուկի մեջ, իբր թե վատ պայմաններով բանի մեջ, մեր ընդդիմությունը արդեն որերորդ 14-րդ հարցն է, մտնելու այսօր այս հարց ու պատասխանին եւ մեզ պատին սեղմի, այսպես ասած, իրանց սուր քննադատությամբ հարցերով ես էլ ստիպված լինեմ բացեմ այդ թղթից, քանի որ դե անգիր այդքան էջը հնարավոր չի հիշել, մոտավորապես հիշելով որ մասումը, մեջբերումներ անեմ, ասեմ, չէ, բարեկամներ, նորմալ է, ոնց որ ամեն ինչ բան, տեսեք ինչ լավ է գրած, պարզվում է այդ հարցը ընդհանրապես ասելիք չկա, 13-րդ հարցին նոր պարոն Խաչատրյանը մի բան ասեց, որ ավելի լավ էր չասեր, իրանց ավելի վատ դրության մեջ, ասում է, դա իրավական փաստաթուղթ չի։ Մենք չենք ասել սա պայմանագիր է, մենք ասել ենք հայտարարություն է, որտեղ երկու երկրների կառավարությունները Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց քաղաքական դիրքորոշումն են հանձնում եւ իրենց քաղաքական հանձնառությունն են հայտնում, այս հարցերը կարգավորել սենց։ Իհարկե բան չունեն ասելու Տիկին Ղազարյան, եթե ավելի ուղիղ եք ուզում։ Բացի դրանից, որ Յանի պայմանագիր չի հայտարարություն, մի բան էլ են ասում։ Այո, նախկին արտգործնախարարներից մեկը ասում է, դե ողորմելի է, ասում է, քանի 74%-ը տվել են, 26%-ն են իրանց բայ։ Ես չգիտեմ, նկատել եք, չեք նկատել, ընդհանրապես ես միշտ զերծ եմ աշխատել եմ, զերծ մնամ նախկին արտգործնախարարների գործունեություն, չնայած այնքան վատ բաներ են արել, որ կարելի է խոսալ, բայց այդպես անձնապես աշխատել եմ, չասեմ, էլի։ Հիմա այդ մարդը, որ ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տվել ենք տոկոս ուրիշին, ուշադրություն։ Գույք իր արտաքին գործերի նախարարության շրջանում, գույք, ներողություն եմ խնդրում։ Ներողություն, կարաք, ինձ են հարցը տվել։ Մի արեք վիրավորական բաներ, ոչ դուք, ոչ մեկը, նայեք, կարևոր բաներ եմ ասում, նա ով ասում է, որ ողորմելի է, որ 74% տվել են, 26-ը պայել ենք մեզ, իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում, գույք պարտքի դիմացով 5 ձեռնարկություն, ոչ թե 74%-ով, 100%-ով տվել ենք այլ պետության, Հայրուս Գազարտի, վերջին 20%, 2013 թվականի փետրվարին, այսինքն վերջին 20%-ով էլի 100%-ը տվել ենք այլ պետության։ Մի հատ խողովակ էինք գցում Իրանից գազի բանով, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այլ նույն պետությանը, այն մի կտորն է Քաջարանից չեմ հիշ Սիսյան կարծեմ կտորն էլ այդ էր մնացել Հայաստանի Հանրապետությունը այդտեղ բան ուներ, մասնակցություն, էլի տվեցին այդ նույն պետությանը։ Հրազդան ջեկի 5-րդ բլոկը 100%-ով, ոչ թե 74%-ով տվեցին ուրիշ պետության։ Հեծը Ինտերրաո եսին կարծեմ ոչ թե 74%-ով, այլ 100%-ով։ Հիմա այս սաղ պատմության մեջ ողորմելին ով, այ ողորմելիներ դե արի մի ասա, էլի։ Ինչքան քյալակ ունեիք այս ազգի գլխին բերեցիք, հələ գնացել են, հələ բզբզում, որ լրիվ վատելին, լրիվ կործանենք։ Ինչ եք ուզում։